Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ժամը 15:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին անցյալ օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սա տհաճ պատերազմ էր 8 պատերազմներից մեկը, որը ես ավարտել եմ, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն։ Փետրվարին փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ մեր խաղաղության ջանքերը շարունակելու և միջազգային խաղաղության ու բարգավաճման համար Թրամփի ուղին առաջ մղելու համար։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության գեղեցիկ համաձայնագիր Հայաստանի հետ, կկնքենք գործարքներ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար և կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները, նավակները և այլն, Ադրբեջանին գրել է նա։ Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Ահազանգ է ստացվել, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ 1 ժամ անց վերադառնալու են եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողություններն անօրինական և անթույլատրելի միջամտություն են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։ Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերն ու քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։ Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտնի թեմը։ Սյունիքի մարզում էլ փակ ճանապարհների պատճառով Սիսյանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։ Այս մասին Օրագիր Նյուզին հայտնեց գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը, նշելով, որ շուրջ 40 աշակերտ չի կարողացել մասնակցել քննությանը, սակայն բոլոր դիմորդները պետք է ունենան քննություններին երկրորդ անգամ մասնակցելու իրավունք։ Գնահատման և թեստավորման կենտրոնը ԿԳՄՍՆ-ի հետ քննարկումների արդյունքում որոշել է, որ եղանակային պայմանների պատճառով քննական կենտրոն չներկայացածների համար փետրվարի վերջին կկազմակերպվի միասնական քննություն հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, այսինքն այդ 40 հոգու մեջ կարող են լինել նաև այնպիսիք, որոնք պարզապես չեն ներկայացել, սակայն եթե պարզվի, որ հատկապես եղանակի պատճառով չեն կարողացել հասնել քննությանը, ապա մոտ 4 տասնյակ դիմորդների Սիսիանի տարածաշրջանից Սիսիանի վարժարանի և կոլեջի սովորող աշակերտների համար կկազմվի նոր թեստ համարժեք գործող թեստին։ Քննությունը կկազմակերպվի փետրվարի վերջին, որպեսզի նրանք ևս կարողանան օգտվել տարվա ընթացքում 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից, նշել է Գրիգորյանը։ Այսօր երկրաշարժը տեղի ունեցել Թուրքիայի Բալքեսիր նահանգի Սնդրի քաղաքում, հայտնում են տեղի լրատվականները։ Երկրաշարժը զգացվել է բազմաթիվ քաղաքներում, այդ թվում Ստամբուլում, Իզմիրում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 մագնիտուդ, այն գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12:24-ին։ ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Վենսի այցի մասին, նշելով, որ դա հնարավորություն է Բաքվում պահվող ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման թեման բարձրացնելու համար։ Հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջան։ Այս պահին դնում է մի կողմ Երևան և Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է։ Կարծում եմ պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը ու հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման մասին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի
կեսին ամիսներ առաջ հաջողվել է Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելարուս քաղբանտարկյալների ազատությանը։ Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի դեպքում Ադրբեջանում քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում առնվազն հոգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամփի վարչակազմի աշխարհայացքի մեջ։ Մնում է մենք Հայաստանում և Սփյուռքում նպատակային աշխատենք այս ուղղությամբ։ Վստահ եմ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով, գրել է Աշոտյանը։ Այսօր հունվարի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 12:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Հայքն իր վարած Subaru մակնիշի ավտոմեքենայով Աճարյան փողոցի սկզբնամասում կամրջի տակ գտնվող Ֆլեշ բենզալցակայանի մոտակայքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելու գոտուց, բախվել երկաղլույս ՓԲ-ին պատկանող էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հայքն, ուղևորներ Երևանի բնակիչներ 31-ամյա Սարգիս Մ և 31-ամյա Ռոման Շ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները և Ֆլեշ բենզալցակայանի աշխատակիցները։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, առողջ եղեք, կհանդիպենք երկուշաբթի։